Փարիոր աշխարհասփյուր հայորդիներ Փարիոր ունգընթության վայելքը հաղորդում են եւ վանացանի եթերեն Դարին եզրափակելով գունենանք այն անդրադարձը վերլուծելու թե ինչ իրաքորձումներ չենք հասցուցած գադարել եւ ինչ սխալներ նույնիսկ կործած ենք Եվ ապա նայել թե 2026 տարին ինչպես ուղղել այդ սխալները թեպի լավը։ Ունգընթության վայելքը հաղորդումը նույնպես անմասն չէր գնալ մնալ նման մտահոգութենե եւ մտածել թե ուր էր հայ երկը անցյալին եւ ուր է այսօր։ Իսկ մենք այժմ պիտի զրուցենք այն անձի հետ, որ ոչ միայն մեծ գործունեություն տարած է երաժշտական կյանքի մեջ, այլ իր կյանքը նվիրած է երաժշտության։ Սիրելիներ, իմ հյուրս է այսօր երաժիշտ, խմբավար եւ նաեւ վաղեմի բարեկամ Զաքար Քեշիշյան։ Ողջույն սիրելի Զաքար։ Հազար բարի։ Մենք պետք է նաեւ շնորհավորենք մեր ունգընտիրներուն ավանդական նոր դարին, որ գզուկատիվի այսօրվան։ Այո, շնորհավոր հին նոր դարի կամ հայկական, այսինքն ժամանակակրականի մասով ամսուն 13-ը միշտ Հայաստանի մեջ իբրև ընդունված է նշել եւ գրգին շնորհավոր։ Մենք մեր գարջ ժամանակը փորձենք առավելագույն չափով օգտվել անգե եւ ծեր ներկայութենեն եւ ամիջապես մեր հարցերը, մտահոգությունները բաժնենք ցեզի հետ այսօր։ Այսօր իրականությունը գաբրինք, որ ամեն ինչ փոփոխության մեջ է։ Հեղաշրջումի մեջ, փոփոխության մեջ եւ այդ իմաստով նաեւ հայ երկը նույնպես փոփոխություններու ենթակա է։ Նորացեվություն, նորավոճ, որքանով ընդունելի է ցեզի համար այդ մեկը։ Ես որ ինքս կներկայացնեմ իբրև երաժշտության եւ նոր սերունդի միջնորդը, ինձ համար երաժշտության նորացումը անհրաժեշտությունն է։ Սակայն թե ինչպես կլա այդ մեկը եւ ինչ որակներով կլա, այդ է ինձ համար հետաքրքրականը եւ այդ է ինձ համար չափորոշիչը։ Պետք է ասել, որ մեր հին ժողովրդական, կուսանական, աշխուղական, նույնիսկ հոգեվոր երգերը շատ հաճախ մենք կլսենք արտի գործիքավորումներով, ինչ որտեղ կարևոր է, որովհետև նոր սերունդը գլսե գալի այդ բոլորը եւ եթե գեղեցիկ ճաշակավոր գերբով եղած է այդ բոլորը գեղագիտական ճաշակ մնալ գծեվավորվի այնտեղ այդպիսով եւ ժամանակի ընթացքին համենայն թեպս երկերուն մեղեթիներն ու բարերը կմնան նոր սերունդի հիշողության մեջ գործիքավորումը արտի է կամ հին է ինչ որ է գրնա գործվիլ, փոխվիլ, նորացվիլ, բնականաբար անկայուն չէ երաժշտությունը, միշտ շարժման մեջ է, միշտ զարգացման հոլովույթի մեջ է, սակայն հիմքը գեղեցկագույնը մեր երաժշտությունը իբրև միամեղեթիական, բայց նաև բազմածայնության հագում ունեցող հնարավորություն ունեցող երաժշտություն մեր մայր մեղեթին է գեղեցիկ Եվ եթե այդ երկերը մեր ավանդական ժողովրդական աշխուղական երկերը գեղեցիկ ցևով գործիքավորվին, մատուցվին, ընդունելի է, նույնիսկ կաչալերելի։ Շատ բարի։ Մենք հերացայնով երբ կապ հաստատած իրար հետ եւ այսօրվա համար առաջարկ ներկայացուցած էիցեզի, որ նաեւ թարնակ ներկայություն այն հաղորդման, որ անցնող դարվան լավագույն երկերի ընդրության, լավագույն գդարումներու դուք ասիք, որ դուք չեք ուզեր թարնալ այդ անձը, որ թադեք կամ ընդրեք Ես կհասկանամ այդ մեկը, բայց եկեք բաղմը հարցի մույս կողմը թիդենք։ Այսօր իրոք կան երկեր, որ կարելի չէ լսել, երբեք։ Ինչպես կրնակ, դուք նաև որպես թասադու համալսարանի, որպես սերունդներ պատրաստող, որ այդ երկերեն իրապես հերու պահեք մեր սերունդը։ Ես
Այսօր վերսկսա, այսինքն այս սեմեստրի առաջին տասներ հայերաշտյան պատմության, որտեղ Հայկազյան համալսարանի ուսանողներուն կդասավանդեմ, երբ զանոթացման առաջին հանդիպումներ եւ երբ հարցուցի թե ինչպիսի երկեր մտիկ կնեն, ինձի ամբիսի անուններ դվին, որոնք ըստ էության երկեն հայերեն երկեր, սակայն հայ երաշտյան հետ ոչ իրենց երկերով եւ ոչ ալ իրենց ոճով երկերուն ոճով ոյը մեկ առնչությունին հայ երաժշտության մեջ նույնիսկ անգերձորեն կանի անուններ դվին երկիշներու, որոնց չեմ ճանչնար դերևս անոնք գրնան գաբունենալ հայ երաժշտության հետ, սակայն մենք գործ ունենք սերունդի հետ, որ բնավ ճիշտ երաժշտական դասյարակություն չստանար այսօր, ոչ դուներեն ներս դպրոցներու մեջ փորձը գլա, սակայն անբավարար է այն ինչ որ մենք ժամանակին Կոմիդասի Խաչատուրյանի Սայաթնովայի մասին մեր իմ սերունդս դպրոցներեն պետք եղած գիտելիքը ունենար առնվազն այսօր դեմ հանդիման կգտնվենք սերունդի որ այս բոլորի մասին շատ քիչ էր եւ շատ քիչ բան գիտեն եւ քիչ են գիտողները եւ իրենց իմացության մագարտակը շատ ցած է հետեւաբար այնքան անհրաժեշտ է նոր սերունդի մեջ լուրջ աշխատանք դանել որովհետեւ երաժշտությունը ընդհանրապես մեկ օղագն է դեր ընդհանուր մշակույթին եւ մենք եթե պիտի դարբերինք մարդկության մեջ մեր մշակույթով է որ պիտի դարբերինք մեր հայը օդար ասկերը իր մշակույթով է որ կդարբերի սակայն մենք այսօր հետսեդե կտածրինք գրել է այն մշակույթը որ մեր բաբերը ստեղծած են եւ մեր ինքնուրույնության գրավականն են շատ մեծ աշխատանք կա շատ մեծ շատ ուշացած ենք եւ շատ անգազմագերբ ենք այս իմաստով չենք կնալ մեղադրել նոր սերունդը որովհետեւ իրենք եկան եւ հավանաբար մեր սերունդը պետք եղածը եւ պետք եղած ուժականությամբ, պետք եղած գազագերբվածությամբ, բծախնդրությամբ, հերանեկարային դեսիլկով չեն կրած այդ բոլորը։ Ինչալ որորած ենք շատ քիչ եղած է։ Ադոր համար ունենք սերունդը, որ քիչ առնչված է իր իսկական մշակույթին եւ իր մշակույթը քիչ գիտե։ Երբեմն գծավին, որ օդարներ հայ մշակույթի մասին ավելի գիտեն քան հայերը որովհետև գսերդեն օդարը գսերդեն իրենց համար նորություն է իրենց համար գեղեցկություն է որտեղ մշակույթը իր գեղեցիկ արտահայտություններով գանինքն է մարդը բնականաբար անոնք հետաքրքրված են եւ գմղվին սերդելու նույնիսկ իսկ մենք դարականը չենք գիտեր եւ այդպիսով է որ գծուլվինք այսինքն չեք կարծեր որ սկսած ենք կամած նահանջել դեղի դալ, օրինակ եթե թիդենք անցյալին երկերգային, որ բացարձակ արգիլված էին, հետո այդ արգիլվածները դարձան ընդունելին դարձավ, այսինքն հիմա ներկայի սիրելի ու իրենց մե վարը վադերը, կա հնարավորություն այս դժվարութենեն դուրս գալու պարոն Զաքար մեկ հնարավորություն կա ճիշտ դասյարակել սերունդը ոչ թե արգիլել երկերը չես կնար արգիլել մանավանդ այս տարում որ համացանցային տար է արգիլելը սորն է տուն լավը գեղեցիկը արժեքավոր սորվեցուր նոր սերունդին եթե հնչե դուներեն ներս եթե սորվեցին դպրոցներեն ներս ինքնապերապար գունենա երաշտական կամ մշակութային մագարտակը որ ամեն ինչ չէ որ գնդունի օրինակ համար դալուց զյամալ օրինակ ասկի առաջալ բարձրացնած մասին Հայաստանի մեջ դպրոց մգա որ ունի պրոգրամ Կոմիդաս անտիվիրուս այս դպրոցի մեջ ամեն օր ամեն արդու Կոմիդասյան երգ մգերքեն բոլորը միասին ինչպես մենք այստեղ երգենք ասենք թե դպրոցներ հայր մերը կամ առավոտ լուսոն իրենք անոնց վրա անոնք երգեն չեն եւ սակայն Կոմիդասյան երգ մգերքեն եւ եթե ոյ մեկը 10-15 Կոմիդասի երգ կարողանա եթե նույնիսկ բարերը չէ երաժշտությունը ընկալ է սորվի հիշե ջանչնա անտիվիրուսը իր մեջ արդեն կսկսի ինքնապերապար գործել ինչպես իմ մեջս գործած է 4-րդ դասարանես իվեր
Այո, եւ նաեւ հիմա այս պահուն գհիշեմ մենք դպրոցներեն ներս ինչպես երաժշտության երկի տասավահ ունեինք եւ ինչ քեղեցիկ երկեր գերքեինք կսորվեինք հիմա չեմ գիտեր եթե գան չեմ ուզեր մեղադրական ոյե մեկ խոսք հնչեցնել, որովհետեւ ես գիտեմ, որ գարկ դպրոցներ ունին պատրաստված ուսուցիչներ, սակայն բոլոր ուսուցիչները չեն, որ պատրաստված են դասավանդելու համար մեր դպրոցներեն ներս եւ անհրաժեշտ է այս իմաստով դպրոցները յուրահատուկ աշխատանք տանին եւ երկի տասաբահները նախ արժեք ներկայացնեն եւ չսահմանապակվին մանկաբարձի եւ նախագծարանի առաջին տասարաններով ես օրինակ համար դպրոցի մեջ բարձր տասարանի 10-րդ 11-րդ տասարանին կալիմադարի երաժշտության հայ երաժշտության բադություն տասավանդածեմ տնորենը տասաբահ տվավ մեծերուն որ ավելի գիտակցական դարիքի մեջ են ոչ թե միայն երկի ուսուցում են այլ նաեւ Կոմիտասի Խաչատուրյանի եւ ուրիշներու մասին ընդանուր գիտելիքներու եւ ճաշակի ձևավորում երադիկա անհրաժեշտ է մեր մշակույթը քիչ առաջ բարոն Վիկենին հետ խոսեի տնորենի հետ երբ ինք ժամանակին դպրոցի մեջ մեր մշակութային արժեքներու մասին տասաբահը ունեցած է եւ նույնիսկ ցույց տվավ գիրք տասակիրք իր պատրաստած այսինքն նոտերը ավելի ճիշտ եւ տեսանք թե դպրոցի մեջ մեր մշակութային արժեքներու մասին սորված են այդ բոլորը եւ ոչ թե միայն նախագծարանի մեջ այլ նաեւ արդեն ավելի գիտագից տարիքիմը երկրորդական տասարան երկրորդակարանի մեջ հայերենի եւ հայոց պատմության տասանյութին համազոր անհրաժեշտությունն է արդեն հայ մշակույթի տասավանդումը, որը պետք է ունենա տասակիրք, որուն համար ուսուցիչներ պետք է վերապատրաստվին, դերևս այս մեկը լա հայերենի կամ հայոց տասանյութերուն իբրև զուգահեռ նյութմա դիշտե դնորենները կամ ուսուցիչները բիդսեն բակալորիա գա հազիվ հայերենի տասավանդության ժամերը ունենք մեր բահերը կհատկացնենք այդ բահերում մեջ նույնիսկ պետք է իբրև օժանդակ տասանյութ եւ իբրև օժանդակ ընթերցանության եւ ուսումնասիրության տասանյութ պետք է անցնի հայ մշակույթը այլապես մենք չենք կրնար մնալ իբրև հայ եւ զադորոշվել կդառնանք աշխարհակահաղացի եւ ինչպես մեր լեզուն գնահանջի եւ կգործվի մերիս ցերկով ամեն ինչի հանցավորը թուրքը չէ դժնամին չէ եւ երբ կսենք արևմտահայերենը վտանգված լեզուներու շարքին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գոմե հրճակված է ադիկա մեծ ամոթ մնե մեզի համար եւ դխուր փաստեր են ասոնք եւ այն ինչ որ հայաբահբանումը պիտի բնականաբար մորգատի հետ կա հայոց լեզվի գործազություններու մեջ պետք է բնական ընթացք մլա եւ ոյ մեկ հայ աշխարհի որ ձակերունալ գտնվի անավանդ համացանցի այս տարուն կրնալուսնի վրայալ ապրիլ եւ հայրեն սորվիլ եթե որոշե օդար լեզուներ կսորվինք սակայն հայրենը չենք սորվիր չենք գործածեր ասոր մեղքը միայն մենք ենք ոյ մեկուն չենք կրնալ մեղադրել իսկ եթե անցյալին գիտեք ռադիոն միակ միջոցն էր դերևս հայ երկը հասցնելու հայու օջախ այսօր այս համացանցի կամ ամեն կարելի միջոցներու իբր հետևանք ռադիոն գործընծուցած է այդ ղեգը որ ուներ ինչպես կգարձեք որ նույնիսկ հիմա մենք որպես ռադիո գրնանք պայքարիլ at զարիվերը at եւ այսին հաղթենք at դժվարության Լիբանանայության բարական նկատի առնենք երբ բանացային չկար Լիբանանահայությունը Հայաստանի ռադիոն կփնդրել փշոցով ղժ եւ այլն եւ հայկական ինչ որ երկ այդ կարոդով արժեք տալով կամ ես իմ բադանությանս ամեն օր մտիկ կնեի այսօր վերջ Կիպրոսի հայկական ռադիո ժամը եւ որակյալ երաժշտություն կստանասպրել հիմա անցանկաբադ աշխարհ է եւ համացանց ամեն տեսակ երաժշտությամբ որակյալ եւ անորակով ողողված է եւ մենք միայն դպրոցներու մեջ է եւ դուներու մեջ է որ գրանք դասերակել մեր սերունդները առնչել զիրենք իսկական
հայ մշակույթի հետ, որոնց շարքին նաև հայ երաժշտության հետ եւ ինչպես ասի անտիվիրուս մտնել իրենց մեջ, որովհետեւ իրենք արդեն կարողանան թացչորեն զանազանել ինքնաբերաբար մերժել այն ինչ որ հայեցի չէ, ունգընտրել իբրև օդար չեմ ասել գեղեցիկ չեն, լավ չեն եւ այլն, բայց գիտնալ որ այն ինչ որ հայերեն է, դեռ հայկական չէ։ Ուրեմն այս հարցից արդեն պատասխանեցիք, թե նորովի մատուցված երգերը ընդունելի են ցեզի համար կամ ոչ, անշուշտ անոնք ալ իրենց սահմանները ունին, իրենց այսինքն դվյալները, որ պետք է ամբողջացնեն, իսկ քալով զիս ամենամտահոգող, ամենամեծ հարցին, ուր էինք, ուր հասանք։ Անցյալին, որ սիրելի Զաքար, գային sampler keyboardները, որ keyboardները, որոնց մեջ դեղատրված գլար, ասենք թե ցայներ, չուտագի, դուդուգի, նույնիսկ կանոնի, որուն համար մենք ցևով նեղացանք, ասելով, որ հարազատ չէ։ Անբնական է, հարազատ չէ։ Այո։ Այդ մեկը դարձավ հարազատ, ընդունելի, ինչու ոչ սիրելի։ Հետո եկանք ապրեցանք ժամանակը, որ երգիչները գմտնեն ստուդիոյի ցայնակության համար իրենց սխալ երգեցողությամբ դուրս կգան եւ տեխնիկալ միջոցներով իրենց ցայնը գսրպակրվի, գճշտվի եւ այսինքն ինչ որ գլսենք մենք երգիչին կարողությունը չէ։ Հիշեցնեմ, որ ինչպես Հայաստանի մեջ լսած եմ Ռուփե Մաթևոսյան, մեր մեծ երգիչները, երբ ցայնակություն գնեին, ուրեմն երբ սխալ բամը, սխալ երգեին, ամբողջությամբ երգը սկիզբեն երգեին։ Այնպես որ իրենց համար ընդունելի չէր, որ նույն շունչով չերգեն։ Այդ մեկը ինձ համար շատ քեղեցիկ, երբ լսեցի, այսինքն շատ հուզվեցա, իսկ հիմա նույնիսկ գա այդ իրականությունը, այդ lip sync որ գսենք, փերանի շարժումը եւ երգը միադեղել եւ փեմին վրա այդ մեկը գդարել, այսինքն իսկական երգ չէ։ Տեսեք, ուզեմ հայտնել, որ ժամանակին Հայաստանի մեջ Հայաստանի ռադիոն օրինակի համար ցայնասպյուրի եւ հերադեսիլի բաղայանը ուներ կեղ խորհուրդ, կերվեստական խորհուրդ։ Եթե նոր երգ մոբիլի ցայնակրվի եւ դարածվի, նախ մասնակետներ նոտաներով գնային այդ երգը արժեք ունի, թե չունի։ Եթե ասեն արժեք ունի, գարդոնեն ցայնասպրումը, ժամ կդրամատեն եւ Ռուփե Մաթևոսյաներուն գսեն երգեցեք։ Ցայնակրութենն հետո գա ուրիշ տադագազմը, այսպես ասած, կերվեստական խորհուրդը, որ մդիկ գնե, կտեսնե ցայնակրության որակը բարձր է, թե ցած է, եւ այնուհետեւ է, որ այդ երգը Հայաստանի հերադեսիլեն եւ ռադիոեն եւ ցայնասպիրեն կցայնասպրվեր։ Այո։ Գամալ գտարնար էստրադա երգ։ Գամալ էստրադայի, ոյ բոլոր երաշուն, տասականեն բռնած մինչև ժողովրդական երգեր ու ցայնակությունները։ Այո, բայց սերուզածս որ միայն փեմի համար, այսինքն խրախճանքի համար երգ գորոշեին, որ պիտի ըլլա այդ մեկը, եւ ոչ թե ռադիո սփռում։ Ռադիո սփռումին երգերը իրենք գորոշեին եւ ադուր համար ռադիոն ողողված էր միայն որակյալ ցայնակություններով եւ իբրև երաժշտություն եւ իբրև գադարում։ Եվ իբրև ցայնակրում։ Այս բոլորը հաշվի առնված էին։ Ադորամարալ գսեն Հայաստանի ոսկե ֆոնդ, որի մագ թվայնացվի եւ հանրության հասանելի կդառնա արդեն կամաց։ Նաեւ մենք ալ շատ բծախնդիր էինք ես եւ Վարոն Վիկենը դնորենը առաջին ցայնահաղորդավարներն էինք, որ դեպ ունենք խիստնորեն, որ կվերահսկեր մեզի, որ մենք ամեն ինչ չէ, որ գնայինք ցայնասփռել, նույնիսկ կադակներ կան այդ իմաստով մեր ռած գործունեության արիտով առանցին նյութ է, հիմա էլ հնարավորություն սահմանում ես սահմաններուն մեջ ես գիտեմ, որ կվերահսկվի այդ մեկը, բայց նաև եթե հիմա վանացայինը դանինք 35-40 տարվա առաջվա երկացանգով
շարունակենք դժբախտաբար մենք ունգընթիր չենք ունենալ, որտեղ մեր ունգընթիրները վարժված չեն որակյալ այն երկացանգին, հետևաբար որտեղ գրված է խարն ծրագիրով առաջ տանել, որովհետեւ բոլոր ճաշակները կողացնել եւ անվորակը գծանասփրուի եւ որբեսի այդ անվորակը մտի կնողը զուգայրապար որակավոր երկեր լսե եւ այսպիսով ցանոթանա մղվի գեղեցիկին ժամանակները փոխված են եւ ուրախ եմ որ այս նոր մոդեցումով վանացայինը փորձեք որ քայլ բահել եւ այնպես բանել ինչպես կսեն որ ոչ շամփուր այրի ոչ միսը այրի շատ դժվար է այս քաղաքականությունը հաջողությամբ բսակելը եւ վստահ եմ որ ծեր չանկերը գտնեք օրինակ ямարցեր հայդակիրը որ ես արիտ կունենամ բադապար ինքնաջամերուն ինքնաշարժի մեջ կլամ ունգընտության վայելքը հարաբերաբար որակյալ երկերով իր գեղեցիկ անդրադարձը ունենա գիտեք ինչքան օրինակ ուշացիր եմ օրինակ հաղորդմանս ժամանակ եթե մեկ երկ անցյալի այդ մեր ժառանգութենեն երկ մեկ երկու մնացյալը գշարունակեմ նոր այսօրվա որբեսի այսինքն ոչ ցանցրացնեն ոչ էլ թող մորնան հինան Ադիկա շատ կարևոր է եւ ճիշտ ուղին է իսկ իմ վերջին հարցի շարունակությունը որ այսօր ինչպես համոզվինք արհեստագիտական միջոցներով պատրաստված հայերեն երգերուն այս մեգունալ նահանջենք երկու երկ մտի գրի ես այ-այով արհեստական բանականությամբ պատրաստված եւ զարմացա նախ չէի գիտեր թե այդպեսին է զարմացա որ միսակ մեծարենցի բարերով ըրածեն այս տարուս երդասարտներ այսպեսի գեղեցիկ մեղեթիով գեղեցիկ գործիքավորումով գեղեցիկ ցայնով երգեն Երբ տեսա անձանոթ դեմքեր էին ինձ համար երկուները, հետո բարձրացա, որ հետո զիզաղելով ինձին ասիկա AI-ով պատրաստված երգեր են։ Բիդլա ասիկա եւ անխուսափելի է, ուրախալի է, որ գնդրեն մեծարենցի պես բանաստեղծի բարեր։ Հիմա այդ մեկը գրնալա զուգաթիվությունը լա ծեր փախտեն, որ երևի շատ կա, չեմ հետևիր այդ կան, բայց ի վերջո այդ մեծարենցի բանաստեղծու երիտասարդները որոնք մտիկ պիտեն այդ մեկը պիտի սովորին մեծարենցի բարերը բանաստեղծությունը քոնե բարերը շահեցան այսինքն քոնե բանաստեղծություն կսովորին մտիկներով այո բայց որբեսի իբրև գեղարվեստական արժեք երբեք մարդուն ըրածը չեն կար փոխարինելու դյուրին ծև մնե եւ որը ժողովրդականություն բնականաբար գտնե ինչպես AI-ով պատրաստող ոյե մեկ բան այսօր ժողովրդականություն գտնե այդ մեկը ունի իր տրական եւ բացասական կողմերը ինչպես որ համացանց եթե կարողանաս տրական գործածել եթե Facebook-ը Instagram-ը գրնաս տրական բաներով լեսնել եւ ոչ թե ժամավաճառություն լակիզի համար այլ օգուտ լա կուցերկը դե գարավարումը անոր ինչ որտեղ այո բայց վերջի հաշվով այդ բոլորը ստեղծած է մարդն է որ ինպուտը ռած է այնտեղ ներդրած է այդ գիտելիքները որբեսի հետո անիկա կարողանա վերլուծել եւ կորցածել մարդը միշտ մարդու հոգին ելածը եւ մեքենային կատարածը երբեք նույնը չի եղած ինչ որտեղ պիտի կա որ մարդկությունը պիտի ըսկա ասոր տարբերությունը եւ պիտի ինչ որ նախընտրություն մտնե այո տեսեք հիմա սկսած է երկրակոնդի վրա ժողովրդականություն գտնել long player-ները վինիլները այո հա առաջ մերադենը գար կասետ այսօր ուսանողներուն հարցուցի կասետը գիտեք ինչ է զարմանալի բայց իրավ գիտցան ինչ է կասետը երևի ելավ վիդեոները ելավ հետո ելավ CD-ները հիմա ես ուզեցի իմ CD-ները սպազմակրել սպարած էին մայսրոսով սակերնալ մաման դու որտեղ գաբրիսկոտ ասիկա դեր 3 տարի առաջ սա հիմա CD չեն աներ այրտել հիմա ուրիշ բաներ կան դվայնացման ուրիշ ճանապարհներ կան երաժշտություն դարածելու հիմա նույնիսկ մեքենաները ամեն մարդ չէ որ ունի կամ ինքնաշարժներու մեջ կամ
լապտոպներու վրա just կնարմդի կնել Բարոն Սաքար, նույնիսկ լապտոպներու մեջ չի գան այո, CD-ը։ բայց հիմա տեսեք, մյուս կողմեն ալ ստացա նվեր վինիլը։ Հա։ Եվ լսեցի, որ ընդհանրությունը սկսած է գտնել։ Ի վերջո պիտի այսպիսով պիտի նորեն նույնը պիտի ասենք, թացը չորեն որ ես մարդ եմ, ես կուզեմ ըսկալ գրել բարեր, ես կուզեմ ըսկալ գրել մեղեդի, ես կուզեմ ըսկալ եւ գործիկավորել, որովհետեւ երբ որ երաժշտությունը գործիկավորվում է ֆլյուտը, պիանոն, կլարինետը, գիտարը եւ այլն, երբ մարդը կգրե ըսկացումներով կգրե եւ ինքը գվայել է գրողը նախ գվայել է, հետո եւ եթե գրնա գեղեցիկ բան մկրել, պիտի ունգընտիրը սիրե ադիգա եւ այդ մեկը պիտի մնա եւ արհեստական բանականությունը երբեք չի գնար փոխարինել բանական մարդու ստեղծագործությունը։ Շատ ճիշտ։ Ուրեմն համոզվելով պարոն Զաքար Քեշիշյանի խորհուրդներուն, ցուցմունքներուն, մենք պիտի շնորհակալություն հայտնենք իրեն, մաղթենք, որ միշտ մեր կողքին լա եւ այսպիսի գեղեցիկ զրույցներ ունենանք միասին Վանացանեն։ Շնորհակալություն հրավերի համար, հաջողություն, անգամ եւս հին նոր դարին շնորհավորենք մեր սիրելի ունգընտիրներուն, լավն ու բարին թող բերե։ Սիրելիներ, քիչ իդ ես ծանոթություններու կարճ թաթարեմ իդ վերստինգը միանամ, որպեսզի անդադարնանք 2025 տարվա լավագույն երգերուն, կատարումներուն։ Մնացեք Վանացայինի հետ։ Վերադառնանք ստուդիո, գվերադառնանք մեր չերմոջախ Վանացային ռադիոգայան։ Ու այդ չերմությունը նաև ստեղծել հայերեն մեր երգերով։ Սիրելիներ, կյանքի մեջ ուրախ եղեք, ու այդ ուրախությունը փնտրենք ամենուր, սիրո մեջ, երաժշտության մեջ կան տարբեր ճաշակներ։ Ու այդ իմաստով մենք կանտրատարնանք ամեն ճաշակի երգերու ու հաջող քնահատականներ տալով անոնց։ Այս տարի նույնպես պիտի փորձենք անդրադառնալ անցնող 2025 տարվան ընթացքին բազմաթիվ գադարումներու ու գեղեցիկ երգերու։ Հիմքը մեր հայ երաժշտության հոգևոր երգն է։ Ու 2025 տարվան ընթացքին երգիչ Մավր Մկրտիչյան իր ամեն հայ սուրբ Մագար Եկմալյանի երգով հուզեց բոլորիս։ Մասնակցությամբ Մադուր երգչախումբի եւ Լարային անսամբլին։ Ու այս տարի, այսինքն մենք այդ մրցանակը, ասենք, քնահատական ամենամեծ քնահատականը ուզենք դալ Մավր Մկրտիչյանին իր այդ հոգևոր երգի կատարումով։ Հիշենք սիրելիներ, որ հնչյունի միքսինգը կատարած է Սույն երգին Քարեքին Արաքելյանը։ Այս տարին բավական հարուստ էր երգերով ու երգերու տարբեր ոճերով, ոմանք բարային, սակայն մեզի համար կարևորը պահպանել հայ երգի սկզբունքը։ Այս իմաստով
հայերեն երգը մնայուն հարազատ ներկայացնելու համար քնահատականը գուտանք Սոնա Ռուպենյանի «Են ամանորն է»։ Որ երաժշտությունը Գարիկ Բաբոյանին, ինչպես նաև կորձիկավորումը, իսկ խոսքերը Ավետ Փարսեղյանի։ Թող բոլորիս համար լա ամանորը քեղեցիկ եւ շքեղ։ Չեր մտնոլորդ է այս պահուն մեր ստուդիոներեն ներս։ Ինձի հետ է այս պահուն նաև Անթոնին եւ մենք գանտրատարնանք 2025 տարվա լավ գդարուններուն մեծ ընդունելություն գտնող երգերուն։ Կան երգեր, որոնք իրենց հրաբարակման բահեն ամիջապես ետք մեծ տարածում կգտնեն եւ սիրողներու հսկա փանակմա ու մենք չենք կրնար չանդրադառնալ նման երևույթի։ Ու այդ որպես հիթ երգ հայտարարենք այս պահուն, այո, կարծեմ բոլորդ ենթադրեցիք, լսենք Անտոնի, որ երգի մասին է խոսքը։ Şafat kiraki, şafat kiraki, merayı inani, dorin sirte çımari, sens garansiyani, şafat kiraki. Կարծեմ Գարիկ չկա երգին անունը հայտարարելու։ Հիշենք երգողները Դաթև Ասադրյան եւ Թաթա։ Կամաց կարծեք ես ալ այս երգի սիրահար պիտի դառնամ։ Ուրախ ենք, որ հագարակ անցնող դարվան դժվարություններուն ունեցանք երգեր, որոնք հաջողեցան մեզի դուրս բերել այդ իրավիճակներեն։ Խոսքը կվերապերի այն խումբին, որ միասնապար երգիչներ կգադարեն ժողովրդական երգեր քիչ արդի, սակայն հարազատ։ Կշնորհավորենք մենք I am խումբին իրենց այս շատ գեղեցիկ ծաղկակաղին համար։
Ուրեմն լավագույն նորավոճի մրցանակ գնահատականը կստանա I Am Project խումբը։ Մեր ողջունի խոսքը չերմ բարևներ այս պահուն երկիչներուն։ Կարելի չէ երևի հրաժարիլ կամ չլսել այս գեղեցիկ երգերը, իսկ այժմ բահն է սիրելիներ անդրադառնալ ինչպես նախորդող տարիներուն այս տարի եւս եւ մնայուն Արցախը մեր սրտերուն մեջ է եւ այսօր ամենե լավ դիդրոսը Արցախի սոխագը կստանա այս հաղորդման կողմէ Վարդան Բադալյան Հայոց Հովիկ Լուդվիգ Տուրյան եւ Խաչատուր Ավետիսյան հույսով ենք որ օրը այս երգը գրգին կհնչե Արցախեն Սիրելիներ, արի դեղեցությունը սեմ, որ Վարդան Բադալյան անցնող ամիսմա առաջ Ամերիկայի մեջ Dolby Theatre-ի մեջ դեղի ունեցած տարվա լավագույն երգ վիդեո մրցանակապաշխումին ստացավ իր գեղեցիկ մրցանակը։ Ասա տեսնեմ թե ուր եղա կորած որ հերվում
2025 այնքան ջոխ էր իր նորություններով եւ հավանաբար դժվար ընտրություն անել Սակայն մենք այս պահուն մեր մրցանակը կուզենք հանձնել մեր քնահատականը որպես լավագույն նորությունը Հարություն բանդ եւ ես ու դու հեղինակ Ռուբեն Մխիթարյան Ես ու դու միասին գրված ես ու դու իրարով գերված ես ու դու սիրահարված ու երջանիկ Ես ու դու աչքերով փայլող ես ու դու ամպերով քայլող ես ու դու հույսով դեպի նոր ընտանիք Ես ու դու փնտրեցինք երկար ես ու դու ընտրեցինք իրար սերելու Թող բոլոր սիրահարները փնտրեն եւ գտնեն իրար Քոնե մեր մաղթանքն է 2026 տարվա Մեր սերը ճիչ ես ու դու վերջեն ոչինչ սրտերում իրան տենչում են երկու բան որոնք հնչում են ես ու դու ես ու դու Ես ու դու իրար ձեր բռնած Ես ու դու մեր մեջ վինաստված Ես ու դու հասած պայծառ սիրո լույսին Ես ու դու գիշեր ու ցերեկ ես ու դու որ դարձել ենք մեկ ես ու դու ու թող աշխարհն ամբողջ սպասի Ես ու դու ընտրեցինք երկար Ես ու դու ընտրեցինք իրար Սերը լուրջ է այ խոսում է Մեր երակներով խոսում է Ես ու դու Երկրորդ տարին լալով սիրելիներ մենք պիտի քնահատենք այնպիսի մեծ աշխատանք ուր կա Folk Symphonic ընկերակցությամբ Հայաստանի Սիմֆոնիկ նվագախումբի, Գամերային երգչախումբի եւ երգիչներ Դաթև Եղիազարյան եւ Ջաննա Թավթյան։ Մշակումը Սերուժ Բաղդասարյանին։ Դարվան լավագույն երաժշտություն մրցանակ քնահատականը մենք կուզենք այս պահուն հանձնել տալ մեր շատ սիրելի Սերուժ Բաղդասարյանին։ Անտոնի Յարխուշտա Ուրեմն Յարխուշտա Գմախտեմ բոլորդ սիրելիներ ունենաք լավ դարիմը, ցանկություններու իրականացման տարի։ Իսկ այս պահուն սիրելիներ, եթե գցանգակ,
հերացայնել ու ծեր մախտանքը փոխանցել մեզի մենք ունենք ունգնության վայելքը հաղորդումը ունի փոքրիկ նվերմը իր ունգընտրին, որ իր մախտանքը գուզե փոխանցել փոխանցեմ ցեզի նաև վանացյանի հերացյանի թիվերը 01 24 11 99 եւ 01 267 657 կսպասենք ծեր հերացյանին ծեր մախտանքին Մինչ կսպասենք ծեր հերացյանին մենք ունենք հոս փոքրիկ նվեր շնորհակալություն հայտնելու այսօրվա եւ ցայնային բաժնով ինձի հետ եւ երաշտական եւ կամերաներու հետին Անտոնին փոքրիկ նվերմը եւ շնորհակալություն հայտնելու իրեն ինչպես նաեւ իմ մնայուն ցայնահարտար երկերուս կողքին Նատալիին կսպասենք ծեր հերացյանին եւ որովհետեւ լսենք ծեր մախտանքը Արդեն ունենք մենք հերացայն լսենք թե ով է մեզի հետ այս պահուն Մենք դակավին կսպասենք անշուշտ որովհետև Անտոնին գսե թե հերացայնով եղած է բայց ընդհատված է Մի խնդրեմ այդ ունգընտրեն որ գրգին անգամ փորձե եւ կսպասենք իր զանքին Այո, ունենք հերացայնող ունգընթիրնը, որում կպատասխանենք ամիջապես։ Ալո, բարի երեկո, Տիկին Կարմեն։ Բարի երեկո։ Նախ առաջին հերթին գուզեմ ասել շնորհավոր նոր տարի։ Շնորհակալ եմ, նույնպես ցեզի։ Կմաղթեմ ցեզի միշտ հարադև հաջողություն եւ ցեզի միշտ կունգընտրեմ, իսկապես դուք մեզի գծանոթացնեք մեր աշխուղները, կգադարեք այսպես բոլորս ձեր սրտով Եվ նույնպես կուզեմ շնորհավորել ձեր նոր ծնած ինչպես որ գսենք ձեր այս կրկին որ հանդիսությունը եղավ ճշտխալին մոտավորապես մեկ շաբաթ հայրենիքի մեջ Այո, երկու շաբաթ առաջ էր ես ալ անհամբեր կսպասեմ որ երկարանները հասնին Լիբանան որովհետեւ նաեւ այդ անոնք բաժնեմ իմ սիրելիներուն Անշուշտ ես ալ կպապակիմ ունենալ Մեծ սիրով շատ կպապակիմ դարձյալ կմաղթեմ ցեզի ուժ եւ գորով եւ հաջողություն կմաղթեմ բոլոր սրտովս Շնորհակալ եմ շատ միան մեզի պիտի հիշեցնեք վանացյանին ծեր անունը Անի Բերեջիկլյան Այո շատ սիրով Անի մենք նաեւ այս փոքրիկ նվերը քեզի կհանցնենք առաջին հանդիպումին Շատ շնորհակալ եմ բարի խաղաղ երեկո կմաղթեմ Ցեզի նույնպես հարադև վերելք Շատ շնորհակալ եմ Ես շնորհակալ եմ Սիրով
Եվ այսպես սիրելիներ գբաժնվիմ այսօրվա հաղորդումեն, սակայն երբեք ոչ ցեզնե։ Շնորհակալ եմ անգամ եւս Անտոնիին, շնորհակալ եմ Նատալիին, իմ ունգընտիրներուն, որոնք հարադեպ ունգընտրեն, որոնք հարադեպ գհեդևին հայ երկին եւ գպապակին սորվիլ ծանոթանալ, եթե ծանոթ չէին։ Ես կխոստանամ մնալ միշտ ցեզի հետ։ Բարով մնաք սիրելիներ։